Մարդկանց 1/3-ը երազում, բայց չի կարողանում անուշ քուն մտնել։ Անքնության հիմնական ախտանշաններն են քուն մտնելու եւ արթնանալու, քնի տևողության խանգարումները, քնի զգացողության կորուստը։ Անքնությամբ տառապողների 60%-ը չի կարողանում քնել, 20%-ը արթնանալ։ Կենսական կարևորագույն process-ներից մեկը դա օրգանիզմի հանգստանալու պայմանն է, այսինքն որովհետեւ եթե մենք փորձենք ասել, դա մարտկոցները լիցքավորման դնելու ժամանակն է, այսինքն օրգանիզմը գիշերը պիտի հանգստանա։ Անքնության հետևանքով առաջանում է վաղաժամ ծերություն, խախտվում է օրգանիզմի դիմադրողականությունը, հորմոնալ եւ նյութափոխանակային խանգարումներ են ի հայտ գալիս, նշում է բուսաբուժ Աշոտ Աշոտյանը։ Սակայն աշխատանքն էլ չպետք է քնի հաշվին լինի։ Քնի տևողությունը բոլորի մոտ տարբեր է։ Կա մարդ, որ 5 ժամը բավարար է, կա 8 ժամը, կա եւ ավելը, բայց երկար քնելն էլ դա նորմալ երևույթ չի համարվում։ Ժողովրդական բժիշկն անքնության դեմ հիմնականում պայքարում է բույսերից ստացված թուրմերով, անքնությունից ազատվելու տարբեր միջոցներ ունի, երբեմն բուժում է պարզապես հիվանդի բարձը փոխելով։ Գայլուկի կոններով պատրաստեն իրենց բարձը թարմ գայլուկի, դա մի հրաշալի միջոց է քնելու եւ հրաշք երազներ տեսնելու համար։ Գիշերային հերթապահությունները, սթրեսը, ժամային գոտիների փոփոխությունը, նևրոզը եւ նման այլ գործոններ բերում են քնի հիգիենայի խանգարման։ Ցանկալի է, որ նույն ժամին քնեն ու արթնանան։ Ցանկալի է, որպեսզի աղմուկից զերծ լինի այդ սենյակը, որտեղ քնում են։ Կատարյալ մթություն լինի, որովհետև հորմոններ կան քնի ընթացքում, որոնք սինթեզվում են ու ապահովում են հանգիստ քունը եւ օրգանիզմի ռելաքսացիան։ Քնից 3 ժամ առաջ գոնե չուտել եւ ուտելիքի մեջ վերակշռի կաթնամթերքն ու բանջարեղենները։ Նորագույն բժշկագիտությունն անքնությունից գանգատվողներին առաջարկում է լրացնել քնի օրագիր։ Խնդրի առաջացման պատճառները ուսումնասիրվում են քնի խանգարման կենտրոնում, որտեղ տեսագրվում է քնի ողջ ընթացքը։ Հենց այսպես էլ սկսվում է անքնության դեմ բուժական պայքարը։ Դեպրեսիան ու անքնությունը միմյանց անբաժան են, ինչպես քույրն ու եղբայրը, փաստում են քնաբանները։ Անքնությունը, երբ որ գիշերը գալիս է, մարդկանց մոտ վախ է առաջանում, մղձավանջ է գիշերը դառնում նրանց համար եւ գերադասում են ինչ-որ կյանքի վնաս սպառնացող բաներ անել, սուիցիդալ մտքեր են առաջանում, քան քնել։ Անկանոն քունը հաճախ սիրտանոթային հիվանդությունների պատճառ է դառնում։ Իմ ամենակարևոր ցանկությունն է բարեմաղթանքը կլիներ այն, որ քիչ լսեի այնպիսի գանգատներ, որ իմ պացիենտներն ասում են, որ իրենց ճնշումն ավելի բարձր է, քան իրենց աշխատավարձը։ Գեղանուշ Աբրահամյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։